Շնորհակալություն, սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ինչպես եւ ակնկալվում էր, տարավ վճռական հաղթանակ։ Այդ առիթով նախ շնորհավորում եմ բոլորիս եւ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության մեր այն հարյուրազարավոր քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր կուսակցությանը։ Հունիսի 7-ին տեղի ունեցածը պարզապես ընտրություններ չէին։ Առանց չափազանցնելու դա պետություն ունենալու եւ չունենալու, առավել եւս խաղաղ եւ զարգացած պետություն ունենալու մասին հանրաքվե էր։ Այդ հանրաքվեում հաղթեց պետությունը, պարտվեց չպետությունը, հաղթեց հանրապետությունը, պարտվեց գուբերնիան, եւ ի վերջո հաղթեց Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նրա պետությունը։ Այս ընթացքում եռագլուխ հրեշը իր արտաքին հովանավորներով եւ մասշտաբային ընտրակաշառքներով Հայաստանի դեմ մղվող դավադիր պայքարում գլխատվեց ու ջախջախվեց, բախվելով մեր քաղաքացիների քաղաքական եւ իրավական գիտակցության պայմանավորված քվեարկության։ Ավելին, նրանք այն աստիճան էին խուճապի մատնվել, որ նույնիսկ փորձեցին ճողոպրել Հայաստանից։ Նրանք այն տիպի թքած ունեին իրենց թմակիցների վրա, որ փողոց էին հանել, բայց իրենք այդ նույն պահին փորձում էին փախուստի դիմել։ Սակայն ինչպես եւ արդեն երևի համոզվել են, որ դեռ երկար են մնալու Հայաստանում եւ դեռ երկար պատասխանելու են իրավապահ մարմինների բազմաթիվ հարցերին։ Սիրելի հայրենակիցներ, գոհունակության եւ շնորհակալության խոսքերին զուգահեռ պետք է անդրադառնամ նաեւ մի ամենաթալի երևույթի։ Ցավոք եղան քաղաքացիներ, ովքեր իրենց ընտրությունը կատարեցին ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն փողի, վտանգի տակ դնելով մյուս քաղաքացիների եւ մեր երեխաների ապագան։ Հիմա այս ամբիոնից ընտրակաշառքով ընտրություն կատարածներին, Հայաստանում չբնակվող, բայց գումարի դիմաց 1 օրով Հայաստան ուղարկվածների ու Հայաստանի ու նրա քաղաքացիների ճակատագրի հետ խաղացողներին ասում եմ՝ ամոթ ձեզ։ Ամոթ մեր պետության դեմ գործելու համար, ամոթ մեր ապագայի դեմ գործելու համար, ամոթ այդ նվաստ արարքը կատարելու համար։ Դուք ու ձեր փողով հանցանքի դրդվածները պարտվել եք, եւ այդ պարտությունը արդեն ֆիքսված է, իսկ առաջիկայում սպասվող օրենսդրական բարեփոխումների շնորհիվ առավելագույնս կսահմանափակվի Հայաստանի դեմ ձեր հետագա հնարավոր դավադրությունները։ Շնորհակալ եմ։